ցանկացած ընտրություն, ընտրական process կառուցված է եղել Արցախի հարցի շուրջ։ Արցախը իրենք օգտագործել են իրենց քաղաքական շահ սպասարկելու համար ներքինում նախանությունն են անընդհատ բախի մատնորդակվել Արցախի հարցով, երկրորդ չեն պատրաստել երկիրը պատերազմի, այսինքն որ Ադրբեջանը ինքը անընդհատ պատրաստվել է ու հրետորաբանությունը եղել է, որ ես գալու եմ, ես հարձակվելու եմ։ Փոխանակ օրինակ Փաշինյանի կանչեն հարձակնության, չգիտեմ, հարկ եղած դեպքում եւ կալանավորենք, որովհետեւ այդ ամենից մենք ունեցել ենք բազմաթիվ կորուստներ, մարդկային կյանքեր են զոհաբերվել, տարածքներ են կորցրել, լիքը բան են կորցրել, անկախությունն են ահագին մասով զիջել, ու ինքը գնաց բոլոր զիջումներին, այսինքն միանգամից մյուս տորագրությամբ Քարվաճար հանձնեց, Բերձոր հանձնեց, Աղադամ հանձնեց, այս տարածքները հանձնեց, Արցախը դրեց շրջափակման մեջ ու Արցախը հայաթափեց։ Հերոսներ, չգիտեմ, այս ամեն ինչ ինքը կեղծ սարքեց ու վերջում սկուտերի վրա Արցախը մատուցեց Ադրբեջանին։ Ողջույն սիրելի բարեկամներ, ես Դավիթ Ղազարյանն եմ։ Մարտական եղբայրության քաղաքական թևի ներկայացուցիչ Մասես Շիրյանի հետ հերթական անգամ կքննարկենք այս շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները։ Բարև ձեզ։ Ես նախ կցանկանամ տեղեկացնել, որ այսօր դեկտեմբերի 5-ին ինձ զանգել են Սպիտակի ոստիկանությունից ու ցանկանում են, չգիտեմ, զրույցի հարցականության կամ ինչ-որ ձեւ հրավիրում են ոստիկանություն, որպեսզի հարցեր ուղղեն պատերազմի հետ կապված։ Ինձ համար հարց է, թե ինչի է, օրինակ պատերազմից 5 տարի անց նոր հիշել են, թե ինչ են անելու, ու երբ որ ես իրենց հարցնում ասում, միգուցե Ալիևի պահանջներն է, չգիտեմ, իդենտիֆիկացնում եք ովքեր են պատերազմի մասնակցել, ասում են դե մենք ձեզ հասկանում ենք, իրավունք ունեք նման կերպ խոսելու, շարքային ոստիկանության աշխատող էր, որը որ ընկալումով ու բռնումով էր մոտենում, բայց չէր կարողանում պատասխանել, թե ինչի համար իրենք կանչում, ուղղակի ասում էր պատերազմի հետ կապված հարցեր ունեմ։ Մենք տեսնում ենք առհասարակ ոստիկանությունը ինչպես է աշխատում, մարդկանց կանչում է հարցաքննությունների, հետագայում գործ հարուցում։ Սա նախապես ասի տեղեկացնեմ։ Ես բնականաբար հրաժարվեցի իրենց պահանջով այս պահին ներկայանալ, ասացի, որ զբաղված եմ, եթե ցանկություն են հասցես որտեղ եմ գտնվում, կարող եմ մոտենալ իմ տարածքում հարցեր տան, որովհետև ոչ հանցագործ եմ, ոչ ինչ-որ գործով եմ անցնում, օրինապաշտ քաղաքացի եմ։ Ցավոք սրտի այս խոսակցության ընթացքում հիմնականում վարչապետ Փաշինյանի մասին պիտի խոսենք։ Վարչապետ Փաշինյանը այս օրերին հրապարակեց նախապատերազմական բանակցային գործընթացի որոշ փաստաթղթեր եւ Սերժ Սարգսյանի նամակը եւս այդ փաստաթղթերի հետ մեկտեղ հրապարակվեց։ Սակայն Փաշինյանը իրեն բնորոշ ոճով որոշ հանգամանքներ թաքցրեց, որոնք իրեն ձեռնտու չեն, որոշ հանգամանքներ ավելին գծեց, որոնք իրեն ձեռնտու են։ Ամեն դեպքում ի՞նչն է ցանկանում թաքցնել Փաշինյանը հանրությունից եւ ինչի վրա մենք պետք է մեր ուշադրությունը սևեռենք։ Պետք է ասեմ, որ Փաշինյանը ցանկանում է իրականում վերականգնել նախկին ներկա բանավեճը ու հենց Արցախի հարցի շուրջ։ Մենք պետք է հիշենք, որ Հայաստանում երբևիցե ցանկացած ընտրություն, ընտրական process կառուցված է եղել Արցախի հարցի շուրջ։ Ու հիմա քանի որ Արցախը չկա, ցանկանում են Արցախի հոգին կանչել ու այդ Արցախի հարցի շուրջ միմյանց հակադրվեն։ Երկրորդ, այդ փաստաթուղթը հրապարակելուց հետո հայտարարություններ եղան տարբեր քաղաքական գործիչների կողմից ու նախկին ղեկավարների թիմերից, մամուլի խոսնակներ սկսեցին հայտարարություններ տարածել ու ամեն մեկն իր հերթին ասում է, որ իր ձիաձի ժամանակ ավելի լավ է բանակցվել, ավելի լավ փաստաթղթեր են։ Մասնավորապես, այստեղ օրինակ շատ շահեկան դիրքում է գտնվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը իր ոդքասթի ժամանակ կարծեմ ասեց, որ Փաշինյանը ոչ թե դավաճան էր, ոչ թե հողերներ տալի, այլ ոչ մի թիզական էր, հիմա էլ հակառակը։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնում գեղեցիկ ձևով պաս տալով ՀՀԿ-ին եւ իրենց ղեկավարին, որ նա կարողանա ներկանալ, որ ինքը իբր թե լավ բաներ է անում։ Առհասարակ իրենց պատկերացրած դիսկուրսի մեջ իրենք միգուցե կարող են մեկը մյուսից լավը կամ վատը լինել, բայց մեծ հաշվով, որ մենք տեսնում ենք, թե ինչի շուրջ են իրենք բանակցություններ տարել, դա աբսուրդային է, որովհետև իրենք բանակցել են Ադրբեջանի պահանջներով, հաղթելուց հետո սկսել են բանակցել Ադրբեջանի պահանջներով ու բանակցությունների ամեն ինչը գնացել է Ադրբեջանի ուղեծրում, այսինքն պետք է որոշակի տարածքներ զիջենք, պետք է գնանք Ադրբեջանից փորձենք պայմանավորենք, միակողմանի զիջումներ անընդհատ անենք, դիմացը ոչինչ չստանալով այդ բանակցային գործընթացից այդ էր պարզ դառնում Արցախի կարգավիճակի մասին հստակ ոչինչ չկար, անորոշ ինչ-որ հայտարարություններ, օրինակ առաջին նախագահի մամուլող խոսնակը Լևոն Զուրաբյանը հայտարարում էր, որ
այ Ադրբեջանը պարտավորվում է գրավոր կերպով, այս արտահայտությունից հետո ամեն ինչ խեղկատակության նման Ադրբեջանը լիքը բան է թղթով պարտավորվել ու չի արել։ Ինքը հիմա էլ պնդում է, որ Ադրբեջանը թե թղթով պարտավորվել, անվտանգության երաշխիքներ կտար։ Մեծ հաշվով այդ բանակցային գործընթացները բոլորով միասին տապալել են։ Այնպես չի, որ նախկինում լավ բան է գնացել, Փաշինյանն է վատ բանակցել, Փաշինյանն էլ նախկիններն էլ։ Այդ տրամաբանական շարունակությունն է եղել, իրենք իրարից տարբերվող բան քաղաքականություն չեն վար, նամանավանդ երբ որ Արցախը իրենք օգտագործել են իրենց քաղաքական շահ սպասարկելու համար ներքինում նախանությունն են անընդհատ վախի մատնորդի տակ բայել Արցախի հարցով, երկրորդ չեն պատրաստել երկիրը պատերազմի, այսինքն որ Ադրբեջանը ինքը անընդհատ պատրաստվել է ու հրետորաբանությունը եղել է, որ ես գալու եմ, ես հարձակվելու եմ, ես հարցերը կարգավորելու եմ իմ տարբերակով, քանի որ դա գտնվում է իմ տարածքում, իմ ներքին հարցն է։ Հիմա այս ընթացքում մեր ոչ մի ղեկավար նորմալ ձևով փոփոխություններ չի իրականացրել բանակում, չի զարգացրել ու Հայաստանի Հանրապետությունը կանգնեցրել են փաստի առաջ։ Նախ պետք է նաև հիշեցնեմ, որ բոլոր ղեկավարները սրա մաս են կազմում ու Փաշինյանը նաև 18 թվականին գալով իշխանության ու այդ ամեն մասին լռելով ինքն էլ է մաս կազմել, երբ որ 89 թվականին Արցախը հանրաքվե արել ու միացել Հայաստանին։ Հիմա իրենք ասեն դա անօրինական է եղել, չգիտեմ, օրինական չի եղել կամ որոշակի խնդիրներ կար։ Դրա արդյունքում, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը Վանաձորից ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր, այսինքն Արցախն ու Հայաստանը մեկ են եղել։ 90 թվականի Գերագույն խորհրդի պատգամավոր Քոչարյանը ընտրվել է Վանաձորից։ Հիմա եթե այդ հանրաքվեն իրենք չեն ընդունում, անօրինական է, այսինքն իրենց կենսագրություններն էլ է դառնում անօրինական։ Այդ Գերագույն խորհուրդը, որի նախագահան Լևոն Տեր-Պետրոսյանն էր օրինակ։ Հետո 91 թվականին Հայաստանի անկախացումից 20 օր առաջ Արցախը անկախանում է Հայաստանից։ Ու երբ որ իրենք անդադ նշում են սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն էր, սա Արցախի անկախության օրը չի եղել։ Հայաստանից Արցախը անջատելու օրն է։ Խնդիրները այստեղից է սկսվում։ Նույն Լևոն Զուրաբյանը իր մամուլի ասելույցում հայտարարեց, որ նաև Ադրբեջանը հարձակվել էր 20 թվական Արցախի եւ Հայաստանի վրա։ Լավ, եթե Հայաստանի վրա հարձակվել էր, ինչի օրինակ Փաշինյանն եմ հիմա հարցողում կամ իրենց բոլորին ընդհանուր։ Ինչ օրինակ Հայաստանի կողմից առհասարակ որից է գործողություն չեղավ։ Այսինքն զորքերը տեղափոխվում էին, մարտական գործողությունները շարունակվում էր բուն Արցախի տարածքում, իրենք ինչ որ պայմանավորվածություններ ունեն, բայց մենք հասկանում ենք, որ պատերազմի ժամանակ պետք է հակառակորդին հարվածես այնտեղ, որտեղից որ դու հնարավորություն ունես, ոչ թե այնտեղ, որտեղ որ ինքը քո վրա հարձակվել ու դու իր խաղով ես խաղում։ Այս բանակցային գործընթացի այս փաստաթղթերն հրապարակել է, ես ասում եմ, իրենք ցանկանում են ուղղակի Արցախը չլինելով, Արցախի հարցը փակած լինելով բոլորով միասին, հիմա նորից իրար դեմ բանավիճում են։ Ինչ են խոսում։ Թող իրենցից ցանկացած մեկը կանգնի ասի, իմ համար Արցախի հարցը փակ չէ, մեր քաղաքական ուժի համար Արցախի հարցը փակ չէ, մենք գնալու ենք այդ հարցի իրավացի ու արդար լուծմանը։ Այս քաջությունը չունեն ու նեղ շրջանակներում է խոսում են, որ եթե այդպես ասենք մենք խնդիրներ կունենանք միջազգային հանրության հետ, դեռ շարունակում են այդ նույն հիմար թեզերը առաջ տանել, բայց մենք դա չենք փակել, չգիտեմ, այսպեսի բաներ են ասում, իրենց մտածելով էլ Ադրբեջանում կամ այդ միջազգային հանրությունում հիմար են։ Ուղիղ խոսալու փոխարեն իրենք փորձում են, չգիտեմ, գավառական շուստրություն անել, բայց իրականությունն այն է, որ իրենք բոլորով Արցախի հարցը փակել են։ Ու բոլորի կենսագրությունները հիմնված են հենց Արցախով։ Նույն Փաշինյանը 21 թվականին ընտրվեց պարտությունից հետո Արցախ ասելով, այսինքն գնալու ենք Հադրութ, Շուշի, այս հարցը իր օրակարգի համար մեկ հարցն էր։ Հիմա Արցախ չկա, ասում եմ, հոգին են կանչել։ Բոլոր իշխանությունները ներկա նախկին հետևականորեն ցանկանում են զրկել մեր սերնդին եւ առավել եւս գալիք սերնդին կենսաթոշակ ստանալու հնարավորությունից ապագայում։ Այս գումարները անհայտ նպատակներով միգուցե ծախսվեն, միգուցե չծախսվեն, այս ասպարեզում կա բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր եւ այս գծի մեջ ելույթ ունենալով Փաշինյանն ասում է, որ եթե թոշակառուներին ավելացվելիք 10000 դրամները, 10-15000 դրամները տրվեն նրանց գումարի տեսքով, թոշակառուները չեն իմանա ինչպես այն ծախսել եւ որ պետք է այս գումարները տրվեն ապահովագրական ընկերություններին, որպես ապահովագրական ծախսեր։
Հիմա մի քանի հարց է առաջանում, առաջինը, եթե ինչ-որ մարդու բախտը չի բերել եւ նա առողջ թոշակառու է, ֆիզիկապես առողջ թոշակառու է, այս կենսական անհրաժեշտության գումարները ստանալուց նա իսկապես չի կարողանալու իմանալ, թե որտեղ ծախսել 15000 դրամը թոշակառուները չեն իմանա որտեղ ծախսել։ Նախ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ֆիքսված է, որ Հայաստանը սոցիալական հանրապետություն է։ Թոշակները մատից հոդքաշելով այդ թվերը չեն գրում։ Իրենք պետք է հաշվեն նվազագույն այդ զամբյուղը, սպառողական զամբյուղը, ու ըստ դրա են իրենք որոշում, այսինքն տարիների ընթացքում գնաճն է, չգիտեմ, տարբեր հանգամանքներ են, մարդկանց պահանջներն է ավելանում, չգիտեմ, լիքը հարցեր կան, այդ հարցերը դրանն է արժեզրկվում։ Դրանք բոլորը հաշվում են, նոր նշանակում են թոշակ։ Հիմա դա պետք է բալանսավոր է, այսինքն գոնե մարդիկ ամեն հաջորդ տարի չպետք է ավելի վատ ապրեն, քան դրա նախորդ տարին է։ Եթե տարեկան օրինակ X%-ով ընդհանուր այդ նվազագույն սպառողական զամբյուղի մեջ թանկացում է եղել, թոշակն է պետք է համապատասխան բարձրացվի։ Սա առողջ տրամաբանությունն է ենթադրում այս ամեն ինչը։ Ու պետք է այս ուղղությամբ իրենք աշխատեին։ Իսկ ինչ վերաբերվում է, որ Փաշինյանը սկսել է ինքը որոշել, թե մարդկանց գումարները ոնց է ավելի ճիշտ ծախսել, Փաշինյանը պետական բյուջեն մենք տեսնում ենք ինչպես է ծախսում։ Այսինքն Հայաստանի արտաքին պարտքի օրոք կրկնապատկվել է մի բան էլ ավել, էֆեկտիվությունը մենք դա չենք նկատում։ Սա ակնհայտորեն դեպի պարտադիր առողջապահության պարտադիր ապահովություն տանող ճանապարհն է, եւ սրա դիմադրելու ուղիները որն է մարտական եղբայրության տեսլական այս հարցը։ Առողջապահության ապահովագրությունը այլ հարց է։ Իրենք նաև այս առողջապահության ապահովագրությունը իրականում հայտարարում են իբր թե բոլորին առողջապահական ապահովություն են տալիս, բայց այդպես չի։ Երբ որ բացում ենք ցանկը, հասկանում ենք ինչ հիվանդություններ, ինչպիսի բուժ հաստատություններում կարող են մարդիկ այդ բուժ զննումներն անցնել կամ ինչպիսի փոխհատուցումներ կարող են ստանալ, մենք հասկանում ենք, որ մեծ հաշվով նույն պոլիկլինիկական ծառայությունն են մատուցելու, որը որ Հայաստանում աղետալի, սարսափելի վիճակում է գտնվում։ Նման կերպ չի կարելի առհասարակ որևիցե գործողություն անել։ Մեր պատկերացումներով օրինակ տրամաբանությունը, որ բոլորը պետք է ապահովագրվեն, ճիշտ է, բայց ապահովագրության մեջ պարտադիր հիվանդությունների շարք պետք է լինի, որ քաղաքացին ինքն է որոշելու, թե որ բուժ հաստատությունում ինքը կարող է գնալ եւ բուժզննում կամ բուժում անցնել։ Բայց սա այլ կերպ են իրականացնում։ Նախ օրինակ պետության վրա նստած են այս բան այդ պոլիկլինիկական հաստատությունները, որոնց հիմնական մասը, գերակշիռ մասը ոչ պատշաճ են աշխատում։ Այսինքն իրենք մենակ թուղթ գրողներ են։ Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, բոլորս դրա հետ առնչվել ենք։ Անընդհատ ինչ-որ խնդիրներ իրականում սարքավորումներից սկսած մնացած ամեն ինչով վերջացրած իրենք վերազինված չեն, հին շենքշինություններ, հին սարքավորումներ ու սպառված իրավիճակ է, բայց հա պետության վրա գումարներ են նստած։ Մարդիկ հարկ են վճարում ու մենք պահում ենք նման հաստատություններ։ Բայց սրան այլ մոտեցում է պետք անել, մարտական եղբայրությունը բնականաբար մշակում է իր առողջապահության ընդհանուր ծրագիրը, որի մեջ նաև ապահովագրությունն է մտնում, բայց այլ կերպ է պատկերացնում։ Այս բան կան պետական աշխատողներ, որոնք որ սոցփաթեթներ ունեն, ապահովագրություններ ունեն, զինվորականներն ապահովագրություններ ունեն, ոստիկանության ծառայողներ, ներքին գործերի նախարարության աշխատակիցները, առհասարակ շատ մարդիկ ապահովագրություններ ունեն սոցփաթեթների տեսքով։ Հիմա պետությունը ապահովագրությունները որոշակի կերպով աշխատում է։ Մնացած մասին ապահովագրելու համար, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեն, պետք է պետությունը ոչ թե իր միջամտությունը ավելացնի, այլ հակառակը պետք է նվազեցնի, ինքը չպետք է խառնվի բուժ հաստատությունների կազմակերպմանը։ Ինքը կարող է օրինակ պայմանագիր կնքել ապահովագրությունների հետ, ասի, այս հիմնադրությունների ցանկը տալիս եմ, իմ քաղաքացիների ցանկացած մեկը հանկարծ եթե որևիցե մի անգամ բողոք ներկայացրեց, որ իրեն որևիցե բուժ հաստատություն չի սպասարկել, որովհետև ապահովագրությունը մերժել է, դա ապահովագրությունը պետք է խնդիրների առաջ կանի պետության առջև։ Իսկ ապահովագրությունը պետք է կանխարգելիչ բժշկություն արդեն սկսեն զարգացնել։ Տարեկան մեկ անգամ գոնե պարտադրելով մարդկանց գնալ հետազոտվել, ընդհանուր հետազոտություններ անցնել, որպեսզի ապահովագրությունների վրա մեծ բեռ չլինի վերջի ստադիայում հիվանդություններ բուժելը։ Ու ապահովագրությունը պետք է ստիպի
արդեն պարտադրի քաղաքացուն, որպեսզի գնա ամեն տարի ստուգվի կամ տարին 2 անգամ ստուգվի, նայած ինչ վիճակում է մարդը գտնվում, որպեսզի ինքը խնայի իր միջոցները։ Երբ որ անընդհատ շարժ լինի, այսինքն պայմանական բերդ համայնքի ուշադրություն գնա ստուգումներ անցնի, դրա դիմաց որոշակի վճարներ է տալի, չէ՞։ Ապահովագրությունը քիչ, այսինքն իրեն տրվել է ինչ-որ X գումար, դրա 1/10 մասը փոխանցում է, որպեսզի ուշադրությունը իրականացնի ստուգումներ։ Այդ ուշադրությունը կսկսի արդեն ֆինանսական հոսքեր ունենալ։ Օրինակ կփորձի ուշադրությունը զարգացնել։ Նման կերպ է պետք մոտենալ։ Սա ընդհանուր կոնցեպտուալ պատկերացումն եմ ասում, թե ինչ պատկերացումն ունի մարտական եղբայրությունը, բայց այն ինչը որ այս բանն են անում, սա նախ կոռուպցիայի ռիսկերն են ավելի մեծացնում, ինչը իրենց ձեռնտու է, մենք տեսնում ենք, որ իրենց համար դա շահավետ տարբերակ։ Երկրորդ, էֆեկտիվությունը 0 է լինելու, ավելի վատ վիճակի է լինելու։ Այսինքն իրենք ասում են, մենք այդ գումարները կտանք ապահովագրություններին, բայց մեծ հաշվով ունենալու ենք այն վիճակը, ինչ որ այսօր ունենք։ Ելուզ մի շատ քիչ էֆեկտիվություն պետք է լինի, շատ քիչ, եթե լինի։ Ու մենք պետք է հիշենք, որ այս գումարները իրենք վերցրեցին պաշտպանության նախարարությունից։ Նախարարության բյուջեն 100 միլիարդով կրճատեցին ու ուղղեցին այս ծրագիրը իրականացնելու նախընտրական 21 թվին այս նախընտրական խոստումը իբր թե իրականացնում են։ Սա կոռուպցիա է, սա ընտրակաշարք է մեծ հաշվով ու ավելի վատ կարելի է որակել, որովհետև իրականությունը մենք տեսնում ենք սրա արդյունքը 1 տարի հետո, որը որ շատ վատ է լինելու, բայց այս բան պոպուլիստական հայտարարություններ կանեն ու կասեն, որ մենք ձեզ ապահովագրեցինք, դուք այլևս առողջության խնդիր չեք ունենալու, անվճար բուժվելու եք։ Դե ամենայն դեպս մեր բնակչությունն այնքան առողջ է, որ 63, 65, 70 տարեկանում նոր բիզնես սկսելու տարիքն է, Փաշինյանն է ասում։ Այնպես որ երևի անդամների մասն է խոսքը փոխքաղաքապետի հայրներ, չգիտեմ, քաղաքապետի հայրներ, իրենց հայրերը հա նոր են սկսում։ Հիմա կրթություն են ստացել ու միանգամից մտել են ակտիվ բիզնես process-ների մեջ։ Վարչապետ Փաշինյանն ասում է, որ օտարերկրյա գործակալական ցանցերը հիմնականում բացահայտված են։ Արդյոք բոլոր գործակալական ցանցերն են բացահայտված։ Շատ ծիծաղելու տարօրինակ հարց։ Նախ եթե սկսենք հասկանալ ովքեր են այդ գործակալները, թե բացահայտվել է, ինչու չի հրապարակվում, ովքեր են գործակալները, ում համար է բացահայտել ինքը, մեր համար չէ, պետք է բացահայտած լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ու երկրորդն երբ որ տեսնում եք իր գործողությունները, մի գործակալ էլ ինքն է։ Ու սա էլի պոպուլիստական հայտարարություն է, չկա։ Մենք տեսել ենք ինչ որ մեկին երբ որպես օտարերկրյա գործակալ, չգիտեմ, դատել են, պատժել են, առհասարակ օտարերկրյա գործակալներին պետք է բացահայտեին, օրենքով պատիժ սահմանեին։ Ճիշտ է։ Չկա։ Ըստ երևույթը մեզ մոտ ազատ են արձակվում երևի։ Օտարերկրյա գործակալները։ Դե մարդն ասում է բացահայտված են, բայց եթե դատերի մասին չգիտենք, այսինքն իրենք գիտեն ովքեր են օտարերկրյա գործակալներ ու շարունակում իրենց գործունեությունը ծավալել, սպասարկել օտարերկրյա շահեր։ Միգուցե հա նման կերպ հնարավոր է իրենք բացահայտեն, բոլորը բոլորին գիտեն, ժողովրդից էլ թաքցնում են ու նորմալ իրենք բոլորով գործակալներ են, աշխատում են ընդդեմ այս պետության։ Եթե չկա պատիժ ու չկա բացահայտված մարդիկ, բայց ինքը հայտարարում է բոլոր գործակալները բացահայտված են, ինչ է սա նշանակում։ Ուր են այդ գործակալները։ Միևնույն ելույթի շրջանակներում վարչապետ Փաշինյանն ասում է, որ Զոհրաբ Մանացականյանի հետ խոսելիս նախապատերազմյան ընթացքում նա հասկացել է, որ Զոհրաբ Մանացականյանը հեքիաթներ է պատմում Ղարաբաղյան հարցի շուրջ, նա ոչինչ չգիտի եւ ասում է, որ նրա հետ հետագայում այլևս չխոսեցի այդ մասին։ Հիմա եթե արտաքին գործերի նախարարը հեքիաթներ էր պատմում եւ նա տեղյակ չէր նյութից, ի՞նչն էր խանգարում Փաշինյանին քայլեր ձեռնարկել նրան այլ նախարարով, այլ ավելի լավ կադրով փոխարինելու ուղղությամբ։ Այդ հիմա է Փաշինյանը post-factum ասում Զոհրաբ Մանացականյանը չէր տիրապետում, չէր հասկանում։ Նույն կերպ ասում էր Դավիթ Տոնյանը չէր տիրապետում, չէր հասկանում, Օնիկ Գասպարյանը, բայց այդ իր կադրերն են։ Ումից է ինքը բողոքում։ Այդ իրենց կառավարությունն եղել է, թե չեն հասկացել, դա նաև իր պատասխանատվությունն է։ Փաշինյանը այսօր հայտարարություններ անում, ինքն իր դեմ անդադ ցուցմունք է տալիս։ Ախր առանձին չի, չէ, Փաշինյանը առանձին չի, Զոհրաբ Մանացականյանը առանձին չի, Դավիթ Տոնոյանը առանձին չի։ Դրանք առանձին ֆիգուրներ չեն, դրանք ձևավորված կառավարություն է, կառավարության գլուխն է Փաշինյանն է։ Եթե ինքը ասում է, այս մարդիկ չեն տիրապետել իրենց գործին, դա դուրս է գալիս, որ Փաշինյանը իր գործին չի տիրապետել։ Ու շարունակել են պետություն կառավարել, հիմա էլ հայտ են ներկայացնում, որ շարունակեն այս պետությունը կառավարել։ Սա հանցագործության մասին Փաշինյանը անդադ հաղորդում է տալիս, ու մեր իրավապահ համակարգը անգործ է այս բանին։ Ոչինչ չի ձեռնարկում։
փոխանակ օրինակ Փաշինյանի կանչեն հարցաքննության, չգիտեմ, հարկ եղած դեպքում եւ կալանավորեն, որովհետեւ այդ ամեն ինչից մենք ունեցել ենք բազմաթիվ կորուստներ, մարդկային կյանքեր են զոհաբերվել, տարածքներ են կորցրել, լիքը բան են կորցրել, անկախությունն են ահագին մասով զիջել։ Սրա համար ինքը պետք է պատասխան տա ու ինքը իր դեմ ուղիղ ցուցմունք է տալիս, որ իր թիմը իր գլխավորությամբ չի կարողացել, չի տիրապետել ոչինչի։ Բանակցային փաստաթղթերը հրապարակելու հաջորդած ելույթներից մեկում Փաշինյանը հարցը դրում է անում, ասում է, եթե կար հայանպաստ լուծում այս բանակցային փուլերից որևէ մեկում, ապա ինչու նախորդ իշխանություններից որևէ մեկը չի գնացել այդ լուծմանը։ Նախորդ իշխանություններն էլ փորձում են ամեն մեկը հիմնավորել, որ իրենք ավելի լավ, ավելի որակյալ զիջումներ են կազմակերպում, որն է այն կարևոր հանգամանքը, որը եւ նախորդ իշխանությունները եւ ներկա իշխանությունները բաց են թողնում մեր տեսադաշտից։ Նա բոլորը քննարկում են, թե Հայաստանը ինչին էր պատրաստ, ինչին պատրաստ չէր, ու չեն քննարկում առհասարակ Ադրբեջանը ինչին էր պատրաստ։ Էս էլ է մանկապարտեզի երեխայի հոգեբանությունը, այսինքն բոլորով քննարկում են բան, ու այդտեղ հանում են կոնֆլիկտի մյուս կողմին չկա, Ադրբեջանի մասին իրենք չեն խոսում, որ Ադրբեջանը ինչին էր համաձայն, ինչին համաձայն չէր։ Նախ այդ լուծումները Հայաստանի համար իբր թե լավ կամ վատ, Ադրբեջանը դրանք չի ընդունել։ Մեծ հաշվով դրա մասին, օրինակ առաջին նախագահն էլ, երկրորդ նախագահն էլ, երրորդ նախագահն էլ բազմաթիվ անգամներ ասել են, չի ընդունվել։ Նույն այդ Սերժ Սարգսյանի նամակից է պարզ դառնում, որ դրանից հետո ինչ որ տարբերակներ առաջարկվել էլ չի ընդունել Ադրբեջանը։ Այս բոլորին դնում ենք մի կողմ։ Հիմա հերթը Փաշինյանն է։ 18 թվականին եղել է հեղափոխություն։ Իր ասելով ինքը եկել է իշխանության, որովհետև նախկինները ցախողել են այս ամեն ինչը։ Ինքն ասեց, ես գնում եմ իմ սեփական կետից։ Չասեց շարունակում, չնայած որ շարունակել է։ Հիմա ինքը եկել է, վերցրել է պատասխանատվությունը ու ցախողել է։ Ու փոխանակ դրանից հետո օրինակ 20 թվականին հրաժարական տարածել, ես չեմ տիրապետում իրավիճակին։ Պետք է հավաքվենք, ազգովի հասկանանք ինչ ենք անում այս իրավիճակում, ինքը գնաց բոլոր զիջումներին, այսինքն միանգամից մյուս տորագրությամբ Քարվաճար հանձնեց, Բերձոր հանձնեց, Աղադամ հանձնեց, այս տարածքները հանձնեց Արցախը դերը շրջափակման մեջ ու Արցախը հայաթափեց։ Այս սրա պատասխանատուն ինքն էր, չէ՞ բանակցում։ Ինքն էր ասում, ես իմ կետից եմ սկսում, սրանից լավ երբեք չի եղել, Արցախից սրանից անկախ երբեք չի եղել, ավելի ինքնուրույն չի եղել։ Ընդ որում ելույթի մեջ ասում է, որ մոտավորապես նույն շրջանի մասին, որ ասում է, ես կապվեցի Մինսկի խմբի համանախագահներից եւ ասացի, որ այստեղ կան փաստաթղթեր, որոնց բովանդակությունը ես չեմ հասկանում։ Կարող եք ինձ սեղմագիրը տալ, թե որ կետից պիտի սկսենք բանակցությունները։ Դա էլ էր իր խնդիրը, այսինքն ինքը եկել էր մի բաներ վերցրել, որից գլուխ չէր հանում, չէր հասկանում, կարդում էր, չէր հասկանում։ Ու ինքը չէր հասկանում ինչ պետք է անի։ Պոպուլիստական հայտարարություններ, հուլիսյան կեղծ մարտեր, հերոսներ, չգիտեմ, այս ամեն ինչը ինքը կեղծ սարքեց ու վերջում սկուտերի վրա Արցախը մատուցեց Ադրբեջանին։ Ու դեռ շարունակում է Հայաստանի հետ կապված զիջումներ իրականացնել, երբ որ անդադ մեզ ներկայացնում է իբր թե գնում ենք խաղաղության։ Հիմա էլ է միակողմանի, այսինքն նախկիններն էլ են նույն բանն արել։ Այդ մանկամտական պահվածքը է, որ մտածում են մենակ իրենք են ինչ որ առաջարկներ անում կամ իրենց համար են առաջարկները ու միակ կողմն են իրենք։ Բայց չգիտես, խի միակ կողմը լինելով անդադ Հայաստանի համար մտածում են պարտություն գծեն։ Հիմա էլ Փաշինյանը ասում է, չէ, գնում ենք խաղաղության, լավ ենք ապրելու, չգիտեմ, ճանապարհներ են բացվելու, այնինչը օրինակ դեկտեմբերի 5-ին Ալիևը սկսել է հայտարարություններ անել։ Ես կցանկանամ նաև դրանք հիշեցնել, թե ինչ հայտարարությունների մասն է խոսքը։ Այսօր իմիջիայլոց դեկտեմբերի 5-ին այդ հայտարարությունների մասին հրապարակել է Տաթևիկը Հայրապետյան ադրբեջանակետ ու ինչ է ասում։ Հայերի վերաբնակեցումից հետո Ադրբեջանի նախնիների հողերում, այսինքն Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը Ալիևը համարում է ադրբեջանցիների նախնիների հողեր, իսկ մենք վերաբնակեցվել ենք 1905-7 թվականներին, 18-ից 21 թվականներին, 48-ից 53 թվականներին, 87-ից 91 թվականներին ադրբեջանցիների դեմ իրականացված կոտորածների ու անօրինական վերաբնակեցման հետևանքով մեր 100,000 հայրենակիցները լքեցին իրենց հայրենիքը եւ ապաստան գտան Ադրբեջանում։ Ալիևը այս հարցերն է բարձրացնում, որ օդից հնարովի ինչ որ հարցեր են,
որը որ բերում է օրակարգ ու գնում է իբր թե խաղաղության։ Հետո ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում։ Լինելով ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջ, անհրաժեշտ է համընդհանուր արժեքների հարգանքի, թշնամանքի էջը փակելու եւ ժողովուրդների միջև փոխհմբռնման համար։ Եվ ասում եմ, մենք հավատում ենք, որ արևմտյան Ադրբեջանի համայնքի խաղաղասեր անդամները կվերադառնան իրենց նախնիների հողեր եւ մեր ժողովուրդների միջև կհաստատվեն բարեդիրացիական հարաբերություններ։ Մեր թշնամի պետության ղեկավարը նման հայտարարություններ է անում, իսկ մեր ղեկավարները գնում են խաղաղության։ Որն է պատճառը, որ նախորդ իշխանություններից որևէ մեկը անգամ չի քննարկում այդ տարածքները ուժով պահելու հնարավորության հանգամանքը։ Եթե այդ տարածքները ուժով պահել հնարավոր չէր երբևէ, ինչու հենց սկզբից չհամաձայնել Ադրբեջանի բոլոր պահանջներին։ Չէ՞ որ մենք հույս ունեինք, որ այդ տարածքները ուժով ինչ որ չափով հնարավոր է պահպանել եւ ստատուս քվոն կարելի է երկարաձգել ինչ որ ժամանակ։ Պատերազմի ժամանակ էլի 91 թվականին, 92 թվականին էլի վիճակը վատ է եղել ու հայերը պատրաստ են, հայկական կողմը բազմաթիվ անգամներ պատրաստ է եղել գնալ խաղաղության զիջումների, բայց ընդհանուր հայ ժողովուրդը դրան պատրաստ չի եղել։ Ու քանի որ այդ ժամանակ Հայաստանում, այսինքն մի ուժ չէր, տոտալիտար մի համակարգ չէր, կային բազմաթիվ նոր ձևավորված ուժեր, բալանսավորելով, զսպելով օրվա առաջի դեմքին, գնացին ու ցույց տվեցին, ապացուցեցին, որ հայ ազգը ներուժն ունի ոչ միայն լղիմը պահելու, այլ լղիմը անվտանգ ձևով պահելու։ Ու ցույց տվեցին դա երկու անգամ օրինակ քարվաճառը վերցնելով, իմիջիայլոց քարվաճառի օպերացիան թե ինչի երկրորդ անգամ մերոնք վերցրեցին ու ինչի առաջին անգամ վերցնելուց հետո կորցրեցին, պետք է ման գալ այսօրվա ԿՊ իշխանության շարքերում տեղ գտած անձանց մեջ նման իրավիճակներ են եղել։ Բայց ապացուցել են, որ հնարավոր է պահել։ 26 տարի պահել են, Հայաստանին ով է ինչ ասել։ Ու երբ որ այդ անգամ էլ պահեին, որևիցե մեկը մեզ բան չէր ասել։ Ու պահել էին, այնպես չի որ չէին պահել։ 3 շրջանակ ընդամենը 44 օրվա ընթացքում կորցրած եղել, այդ էլ իրենց ջանքերի շնորհիվ, երբ որ իրենք ջանք են հապել, որ մենք ձախողումներ ունենանք։ Այսինքն մենք հիմա տեսնում ենք, որ ինչ հետևողական կերպով են Հայաստանի իրենք տարել պարտության ու շարունակել են այս գիծը, այնինչ հայ զինվորականը, հայ զինվորը կանգնել պահել է ու Արցախի հանրապետության հիմնական մասը մերն էր։ Հետ ինքը մի ստորագրությունով որոշեց, որ հանձնելու է ամեն ինչ։ Ու հնարավոր էր էլի պահել, ու մեզ ոչ մեկ ոչինչ չէր ասել, որովհետև սա ուժի աշխարհ է։ Այս աշխարհում ուժն են հարկում։ Ու հիմա էլ մենք այդ ենք ասում, որ եթե մենք դիմադրություն ցույց տանք, մենք Ադրբեջանի մի անգամ չասենք, Ադրբեջանը խելքը գլուխն է հավաքելու։ Ադրբեջանը գիտի, որ ինքը Նիկոլին է հաղթել, դրա համար մաքսիմալ զիջումներ փորձում է Նիկոլից ստանալ, որովհետև ինքը մտավախություն ունի, որ հայ ազգը սրա հետ չի համակերպվելու։ Ու դրա համար հայ ազգի այդ հիմնասյուներն է խփում, եկեղեցին է խփում, չգիտեմ, բանակին է խփում, բայց մերոնց ձեռքով փորձում է հեղինակազրկել բոլոր կառույցները։ Ցեղասպանության հարցն է փորձում խփել, որ Սփյուռքի հետ կապերը խզի, որովհետև դա մեզ միավորող կետերից մեկն է ցեղասպանությունը։ Այս ամեն ինչն անում է, որպեսզի մեզ թույլատնի ու կարողանա վերջնականապես հաղթանակ ինքը տոնի, որովհետև Ալիևն ինքն էլ է հասկանում, որ ինքը այնքանի չի հաղթել, ինչքանի հիմա ինքը ստացել ու ինքը հասկանում է, որ ինքը իրապես չի էլ հաղթել այդ պատերազմը։ Դրա համար է Ադրբեջանում անընդհատ անհանգստություն։ Այդ ադրբեջանական իշխանությունները դրա համար անհանգիստ, անընդհատ փորձում են ինչ-որ զիջումներ ավելին հասնել, որովհետև իրենք գիտեն սրանք գնացին իրենք փաստի առաջ են կանգնելու։ Ներքին քաղաքական կյանքում հոգեվորականների նկատմամբ աննախադեպ ճնշումների ֆոնին որոշ հոգեվորականներ խորհուրդ են տվել կաթողիկոսին հեռանալ, որպեսզի նոր ընտրություններ լինեն կաթողիկոսական։ Որտեղից է գալիս այս թուլամորթությունը բարձրաստիճան հոգեվորականների, այդ մասիվ ովքեր որ հայտարարության հեղինակն են։ Ես նախորդ անգամ էլ ասացի, որ շատ վատ է, որ հոգեվորականությունը բաժանվել է երկու մասի։ Սա այն է, ինչը իրականում ուզում է Ադրբեջանը, ինչը ուզում է Փաշազադեն, ինչը ուզում է Ալիևը ու ինչը ուզում է Փաշինյանը։ Սա բոլորի ուզածն է։ Մեր հոգևոր հայրերը պետք է խոհեմություն դրսևորեն, այդ իրենց խնդիրները տեղափոխեն եկեղեցի, գնան իրենց ներսի հարցերը կարգավորեն։ Չի կարելի, այսինքն սա հասել ենք մի կետի, որտեղ որ չի կարելի շարունակել։ Սա սխալ ուղղություն է։ Տուժած են դուրս գալու բոլորը։
Սա մի կռիվ է, որտեղ որ հաղթողներ չեն լինելու։ Ցանկացած պարագայում եկեղեցին հեղինակազրկվելու ու հիմա արդեն հեղինակազրկվել է այս վնասը, որ իրենք հասցրել են բոլորով եկեղեցուն, սրա համար չգիտեմ ինչ է պահանջվել, ինչքան մեծ ջանք ու եռանդ ու ինչքան ժամանակ է պահանջվել, որպեսզի եկեղեցու վարկանիշը վերականգնվի։ Մի թևը ավելի խոհեմ է գտնվում, իր տեղից չի շարժվում, բայց գոնե պետք է ինքը նախաձեռնողը լինի իրենց այդ հոգևոր մյուս հայրերի հետ եղբայրաբար նստեն, փորձեն, խոսեն, քննարկեն, լուծումներ գտնեն, մինչև լուծում չգտնեն դուրս չգան մարտաճարից, չգիտեմ, բայց սա վատ ուղղություն է, այն ինչ է որ իրենք որդեգրել են, սա վատ ուղղություն է, սա ցավալի է եկեղեցին բոլորինս է, սա հայ առաքելական եկեղեցին ցանկացած հայ մարդու, եթե նույնիսկ ինքը քրիստոնյա չի, իր ինքնության մի մասն է ու չի կարելի եկեղեցուն այս տիպի հարվածներ հասցնել։ Ես ուղղակի ափսոսում եմ, ես չեմ էլ ուզում այդ թեմայի մեջ մտնեմ։ Ինքս բարոյական չեմ համարում, ասում եմ մյուս քաղաքական ուժեր, ովքեր որ փորձում են ձեռքեր տակ հասնել, մի կողմին բռնել, մյուսին գցել, չգիտեմ, մյուսին հայոյել, էս էլ է վատ։ Մեր եկեղեցուն օգնող ցանկացողները պետք է ուղղակի խնդրեն բոլոր կողմերին, երկու կողմին էլ խնդրեն, որ գնացեք միասին փորձեք հասկանալ, թե ինչ խնդիրներ կան։ Ձեր ամեն մի, չգիտեմ, արած հայտարարություն ի վնաս եկեղեցու է։ Իսկ սա մի սերնդով չի, եկեղեցին մի սերունդ չի էլի։ Թող անձերից վեր կանգնեն, որովհետև անձերի կռիվ չի սա։ Փաշազադեն հայտարարել է, չէ՞։ Մայիսի 22-ին հայտարարել, որ հայ առաքելական եկեղեցին ինքը սպառնալիք է տարածաշրջանում։ Ինքը կռվի օջախ է, պատերազմի օջախ ստեղծող է հայ առաքելական եկեղեցին եւ պետք է եկեղեցու հարցերը լուծել։ Ինչ են տեղը բացելու են, ինչ որ ինչպես Փաշազադն էր պահանջում Երևանի եւ Էջմիածնի Ղազիաթ են բացելու։ Սա իշխանությունների Ադրբեջանի ցանկությունն է։ Չգիտեմ, ես ցավում եմ այս հարցի շուրջ չեմ էլ ցանկանում շատ ծավալվել, մտնել ավելի ներս փորձել հասկանալ թե ինչ է կատարում, սա իրենց հարցն է, իրենք պետք է խոհեմ գտնվեն ու հարցին փորձեն լուծում տան։ Բացի ներ եկեղեցական պարակտումը հրահրելը, իշխանությունները նաև արտաքին ճնշումների են ենթարկում եկեղեցուն, մասնավորապես Տեր Վրդանես Բաղալյանը հայտարարել էր, որ իր տանը խոզարկության ընթացքում իր նկատմամբ անհարգալից են գտնվել, մարդուն թույլ չեն տվել անգամ հագնվել խոզարկության ընթացքում, ինչով ահաբեկել են երեխային, ասում է երեխաս վախեցած պարկած էր եւ քննչական բաժանմունքում գտնվելու ժամանակ էլ մինչեւ փաստաբանի գալը մարդը դեղի կարիք է ունեցել, դեղ չեն տվել մարդուն, այսպիսի անթակույց ճնշումներ մենք դեռևս չենք տեսել որևէ քաղաքական գործի նկատմամբ, ինչ մնաց եկեղեցականների նկատմամբ։ Նաև Միչայլոց Փաշինյանը օրերս ընդունեց, որ ինքն է պահանջել ԱԱԾ-ից, որպեսզի նրանք ստիպեն հոգևորականներին հեռացնել կաթողիկոսին վերաբերվող հատվածը պատարագի տեքստից, այսինքն ոչ կանոնական աղոթք հնչեցնել նրանք պահանջել են, ԱԱԾ-ն է արդեն որոշում, թե ինչպիսի աղոթք պետք է հնչի եկեղեցում։ Մենք տեսնում ենք, որ իրավապաշտպան կազմակերպությունները թույլ են արձագանքում եւ նրանց ձայնը այնքան էլ լսելի չէ։ Որն է լինելու սրա շարունակությունը։ Մեր հոգևոր հայրերը պետք է հետ նայեն տեսնել այդ ԱԱԾ-ն ինչ օրի է գցել հենց նույն հայ առաքելական եկեղեցին։ Դա այդ նույն ԿԿԲ-ն է, որը որ հալածել է, չգիտեմ, ուն է զրկել է, կաթողիկոս է սպանել։ Այս բան իրենք ուղղակի գործիք են դառնում։ Դրա համար եմ ասում հոգևոր հայրերին խնդրում եմ, առաջարկում եմ, չգիտեմ, սպասելիքներ ունենք, որ իրենք իրենց մեջ կանեն։ Իսկ այն ինչ վերաբերում է, որ հոգևորականների նկատմամբ բռնաճնշումներ կան, բոլորի նկատմամբ կան։ Առհասարակ բոլորի, բայց ես մարդկանց էլ կասեմ, այդ ոստիկաններն, ովքեր որ անմարդկային են իրենց բան։ Հոգևորականները կամ մնացած մարդիկ, մենք հայ չենք, առհասարակ։ Լավ, ձերբակալել եք, ցանկացած հանցագործի որոշակի իրավունքներ ունեն։ Ազատությունից ենթադրենք զրկել եք, տարել եք հարցաքննության։ Բայց անմարդկային վերաբերմունք, ասենք հայ մարդու նկատմամբ։ Լավ, այդտեղ էլ Փաշինյանը ձեր գլխին կանգնած չի, որ դուք ձեզ այդպես անմարդկային եք բան։ Ինչն եք ցույց տալու, ում եք ինչ ապացուցում։ Դե նա որ այդ վիդեոները WhatsApp-ով ուղարկում են մարդուն, որովհետև
ինքը WhatsApp-ից իր հարցը։ Պետք չի հոգիները վաճառել, ասենք դուք ձեր հոգին վաճառում եք Փաշինյանին։ Իսկ Փաշինյանը դա չի գնահատելու, Փաշինյանը ձեր նմաններին ուղղակի մատաղ կանի։ Մատաղ կանի, ինչպես մատաղ է անում մի լիքը թիմակիցների։ Այսօր լիքը Փաշինյանի թիմակիցներ են քրեական գործերում անցնում, բանտերում են։ Վերջում, որպեսզի շատ չթուլանանք, Հիկմետ Հաջիևը հիշեցնում է, որ Ադրբեջանի ռազմական հաղթանակին հաջորդելու է եկել խաղաղության ժամանակ նրանց տանելիք հաղթանակը։ Ինչպես հաղթել խաղաղության ժամանակ։ Սրա մասն էլ բազմաթիվ անգամներ մեր տերտերան Աշոտն ասում որ խաղաղությունը ինքն իրանով նպատակ չի, խաղաղությունը ցանկացած պատերազմից հետո գալիս է։ Ինքը փորձելու է հաղթանակ տանել արդեն տնտեսապես ազդեցությամբ, այսինքն Հայաստանում, այս բանը մենք տեսնում ենք Հայաստանում իրենց ազդեցությունը ավելի մեծ է, քան հայկական քաղաքական ուժերի։ Այս բանը Հայաստանի քաղաքական ճարտարապետը Ալիևն է։ Շինարարը Փաշինյանն է, ճարտարապետը Ալիևը գծել տվել է ձեռքը, ինքը կառուցում է։ Նոր ճարտարապետությամբ հայկական քաղաքական իրականություն է կառուցում, որը որ չի հաջողվելու։ Մենք սա հասկանում ենք, թե ինչի համար անում։ Իրենք նախապատրաստվում են նոր սահմանադրություն, նոր հանրապետություն հռչակելուն, որը որ ձեզ չի հաջողվելու։ Մեր շարժումը, մեր քաղաքական ուժը ամեն ինչ անելու է, ու մենք վստահ ենք, որ հայ ազգային ներուժն ունի ու այդքան մարդ կա, որ իրենց այս գործողություններին դեմ են, նույնիսկ իրենց թիմակիցները, նույնիսկ իրենց համակիրների բազմաթիվ մարդիկ դեմ են այս քաղաքականությանը նոր հանրապետություն հռչակելուն, Ադրբեջանի հպատակ լինելուն։ Եվ կգա օրը իրենք կտեսնեն, թե ինչ է կատարվելու։ Դրա համար ձեզ նաև առաջարկում ենք, որ գաք միանաք մասը կազմեք մարտական եղբայրություն, միաբանության եւ նրա կողմից ստեղծվելիք ազգային հեղափոխություն կուսակցությանը։ Կուսակցությունը մենք ստեղծելու ենք, մտնելու ենք ակտիվ process-ի մեջ ու հա, հենց առաջի հերթին հենվելու ենք այն մարդկանց վրա, ովքեր որ մինչև այս մերժում են բոլորն, օրինակ Հայաստանում 50 եւ ավել տոկոս չի մասնակցում ընտրության։ Մենք հասկանում ենք, որ այդ մարդիկ էլ են ընտրության մասնակցում, ուղղակի իրենք ընտրում են ոչ մեկին։ Ու մենք այդ մարդկանց համար առաջարկ ենք բերելու, ոչ թե որ հանձնվենք կամ պարտվենք կամ խաղաղություն մուրանք, այլ պինդ կանգնենք մեր ոտքերի վրա, դիմադրենք ու հաղթենք։ Դրա համար կարող եք միանալ մեզ, տարածել այս նյութերը, բաժանորդագրվել Patreon-ին եւ ձեր փոքրիկ լուման ներդնել ապագա հաղթանակին։ Լավ մնացեք։ Ժողովուրդ